Եվ պարոնայք, երեկոյի հաղորդավարներ Գարիկ Պապոյան և Ռոբերտ Մարտիրոսյան։ Բարի երեկո բոլորին, կասկածելի երեկոն է այսօր կրկին եթերում, սա շատ յուրահատուկ թողարկում է, քանի որ սա պարզապես օր չէ, սա մայրության և գեղեցկության օրն է, Ռոբերտ։ Մենք, այո, մայրեր չունենք այսօր սեղանին, բայց ունենք գեղեցկուհիներ և ապագա մայրեր։ Խոսքը քո մասին չի, բնականաբար Սրփուկին եմ ասում, տենց լավ մի զգա և Սոֆիին եմ ասում, բայց զգացի հուզվեցիր, թող բախտը քեզ էլ ժպտա։ Ու դու որպես մայր, պատարոսը քեզ։ Լավ է, չէ՞։ Չէ, բայց եկեք շնորհավորենք հիմա բացի մեր հյուրերից ու հանդիսատեսից, շնորհավորենք էկրանից այն կողմ գտնվող մեր մայրերին, քույրերին, մորքուրներին և հորքուրներին, բոլորին և բոլոր կանանց իրար հետու։ Մի խոսքով շնորհավոր մարդի ու միշտ եղեք գեղեցիկ, առողջ և մեր կողքին, և մեր գլխից անպակաս։ Գարիկ ջան, խնդրում եմ մեր հյուրերին։ Ես էլ իմ ու Էրիկի անունից նվիրում եմ Սոֆիին։ Իմ և Գևորգի, սա իմ և Գևորգի անունից Սրփուկ ջան, խնդրում եմ Ես էլ Գարիկն ու Էրիկին միշտ լինես առողջ և գեղեցիկ։ Ներկայացրու քո հյուրերին։ Ներկայացնեմ, արդեն բոլորը տեսան, բայց այսօր ոնց որ գիտեք ինչ, երկարվեստի բնագավառից հյուրեր ունենք մենք, բոլորը երկի հետ կապ ունեցող մարդիկ են, ու եկեք հիմա բարձր ծափարություններով ներկայացնեմ իմ հյուրերից Գևորգ Մարտիրոսյանին և իրոք տարբերվող, յուրահատուկ ոճով, յուրահատուկ, իհարկե, նաև դզզծնող, իհարկե, իր թե, իհարկե, դզզծնող վերջին տեսահոլովակը մանավանդ դզզացնող, մենք տեսել ենք այդ տեսնել ենք, չէ, նայում ենք նույնիսկ, բարձր ծափարենք, Սրփուկ։ Ես էլ սիրով ներկայացնեմ մարդկանց, ովքեր այդքան էլ ներկայացնելու կարիք չունեն, բայց սափարությունը միշտ ջերմացնում է մեզ և նրանց սրտերը, իմ տաղանդավոր ընկեր, իմ սիրելի և ձեր սիրելի Էրիկ։ Եվ իմ մեր թիմի միակ գեղեցկուհին, Սոֆին բարձր ծափարություններ, որ Սոֆին զգա ինչքան ուժեղ թիմը անկել և իմանա, որ ինչ էլ լինի, մենք հաղթել ենք ուզում ասում։ Ես ուրախ կլինեմ ձեզ համար։ Փուլը առաջին, մասնակիցներն իրենց առջև դրված թերթիկներից կարդում են պատմություն։ Թերթիկի վրա կարող է լինել պատմություն, որն իրոք նրանց հետ պատահել է, կամ պատմություն, որը նրանք տեսնելու են առաջին անգամ, անկախ ամեն ինչից, մասնակիցը պետք է այն ներկայացնի իբրև իրականություն, իսկ մրցակից թիմը հարցերի միջոցով փորձել է պարզել այդ պատմությունը նրա հետ պատահել է, թե ոչ իրական է, թե հորինված։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար թիմը վաստակում է մեկ միավոր, բայց եթե սխալ գուշակեն, ոչ ոք ոչինչ չի վաստակում։ Ապրես։ Ֆորմատ է սա։ Բացվել ես դու։ Սրփուկ դե կարծում, առաջինը, ծանոթացնում ինձ զգույշ, որ չտեսնեմ ոչ մեկ։ Մի անգամ մնացել եմ ջրային ատրակցիոնի խողովակի մեջ։ Իսկ որտեղ էր։ Եգիպտոսում։ Եգիպտոս։ Ջուր կար։ Որ մնացիր։ Կար Բայց ջուր։ մենակ էր, թե դու մեկ է 7 երեխաս ոտով հենված։ Չէ, մենակ էի ու ասեմ այդ ոնց է եղել այդ պատմությունը, ուրեմն այնտեղ ծանոթանում եմ հայ երեխեքի հետ, մենք գնացել էինք ընտանիքով հանգստի ու խաղը ես պարտվում եմ ու խաղի կանոնը այսպես էր անկեղծություն կամ համարձակություն, ես ընտրեցի համարձակությունը ու ինձ ասացին, որ պետքա մնաս ջրային ատրակցիոնի մեջ։ Դու կարողանում ես ինքդ որոշես մնաս։ Ոնց նկարագրեմ մոտավոր Գնալուց կամ զգաս մնաս։ Նայում ես դրսից է Սրփուկի ձեռքերով Չէ, կարճ ձեռքերով է իջել, մաշվել է արդեն ձեռքերով։ Դրա համար ես կարճացել։ Սրփուկ, որ դու տենց պատին կպածեր, հետո որ թողեցիր շարունակեցիր իջնել, թե պետքա քեզ արդեն ոնց որ օգնեին, որ դու կարողանաս ինքը բանով է իջել։ Որ խողովակների մեջ է որ հատուկ կրոտ նյութ կա, լցնում է որ որտես քայքայվի։ Դրանով է իջել, լցրել է, հալվել իջվել։ Վերևից փրկարարները ցես լցեն ջուրը բացել են։ Կրոտով է իջել։ Տարել է, վանտուսով մի Մի հատ հարց կա, էլի Սրփուկ, իսկ ինչ որ ընթացք, խողովակը բավականին տենց երկար է, որ process-ում հասկացար, որ պետքա այդ կարողանալ անել։
Շատ բարդ բան ես հարցնում սա։ Հա, որովհետև որ չնում ես, Դե ընթացքում մի քիչ արդեն հարմար պահ գտա, երբ որ համարձակությունս հավաքեցի, տենց փորձեցի արդեն ձեռներով, ոտքերով տենց պահեմ ինձ, երբ որ հնարավոր դարձավ էլի այդ անելը, տենց ասեմ։ Շատ բարի, ինչ եք կարծում սիրելի ընկերներ։ Ես կարծում եմ, որ սրբուկը էքստրեմալ աղջիկ է, կարա այդ խողովակի մեջ եղած լինի։ Կարծում եք ճիշտ է։ Ես կարծում եմ ճիշտ է, հա։ Լավ Ինչ ես կարծում։ Կար, նա ես անկեղծ ասեմ, ես ինքս մնացել եմ այդ խողովակի մեջ։ Եղել է տենց դեպք, չէ, եղել է այդպիսի դեպք։ Ոչ, սա իմ պատմությունը չի, հավանական է, որ այս պատմությունը Մեր ջաշխարհից գնացել մի քիչ իհարկե սրբուկի պատմածը շատ սենց ես կարեմ հավատալ, թե անձամբ ինձ հետ եղել է։ Շատ բարի, իմ ընկերները երկուսն էլ ասացին, որ նրանք կարծում են այս պատմությունը ճիշտ է, իսկ ես իրականում կարծում եմ, որ որպես վարպետ, որ դուք ճիշտ եք ընկերներ։ Այս պատմությունը ճիշտ է։ Այո, ընկերներ։ Ճիշտ է։ Ասում է, հիմա տեսեք, Ասում է, ես կարամ մի հատ իրան գրկել, որովհետև սրբուկը միշտ էլ տես Ծափերով։ Իհարկե, Աշացի տապաշկարա։ իհարկե կարող ես, 1-0, Սոֆի ջան, դուք եք։ Հա։ Այո։ Ինձ Փարիզում ձերբակալել են սագին ապտակելու համար։ Օր լուրջ ես պատկասում եմ կենթայիների պաշտպան Գարիկը կողքդ ինչ եղավ։ Ես նախ ասում Գարիկին հարցեր տամ։ Ոնց ես վերաբերվում որ դու որպես կենթանապաշտպան մարդ սագա չրփել։ Ես ավելի բայց ինչ էր իմաստին չէ ձեռ գցեց ինչ գցեց։ Չէ, Կտուց կտի։ What is արա։ իրականում Պատճառը։ Սագին ապտակելու պատճառը։ Փարիզում տարիներ առաջ մեկնել էինք համերգային շրջագայության, բավականին սենց հաճելի թիմով ու օրեր ունեինք։ Չէ։ Օր ունեինք հնարավորություն ազատ պտտվելու, առաջարկեցին գնալ կենթանաբանական այգի։ Համաձայնեցի, գնացի, այնտեղ կար հնարավորություն առնելու տարբեր կերեր եւ փորձելու ամեն ինչ անել, որ ասեն կերակրես, այն կենթաններին, որին հնարավոր էր, ու այնպես ստացվեց, որ սագեր կային, տենց պահեր մոտենում էին, կանում էին, այն որ դե իրանք ոնց են կծում են։ Այդ մեկը Ֆրանսիայում արաբ է եղի հաստատ։ Աղա, այդ ինչ որ դուրը չեկա, չգիտեմ, այդ ժամանակ մի քիչ ավելի մուգ մազերով էի։ Շատ տարիներ առաջվա պատմությունն է, ու տենց Այդ մուգ վախ ես էլ եզում տենց ա։ Յակցած աշխատեց։ Ժամանակ ես էլ ուզում քեզ տենց անել։ Չփել ես, Այսինքն ոնց որ ինքնապաշտպանական ռեակցիա էր։ Իսկ ոնց է սա ապտակես։ Դերսով Այս դրսով ինքը, որտեղ էս դրսովը թուլապայն է, էսի վիրավորական է, էլի։ Եղավ իր հետ դրանից։ Չէ, ոչ մի բան, ուղղակի ինքը տենց հետ քաշվեց ու զարմացավ, ասես ապտակելուց հետո վերջ գնացիք տուն, էլ բան չեղավ։ Չէ, սա Ապտակելուց հետո մի րոպե, ապտակելուց հետո գնացիք, համերգը շարունակեցիք։ ժողովուրդ, համերգից Չէ, ապտակեցին, դուրս եկաք կենթանաբանական այգուց գնացիք ձեր գործերով։ Այո, մենք էդ էինք ուզում լսել։ Այ, բռնվելա։ Ինչ ա եղել։ Ավասում եմ բռնվելա։ Բայց կարա տենց բան լինի, հիմա ասենք այ քեզ բան, սագին բռնես, ապտակես, դուրը չգայ։ Բա հետո։ Հետո ասենք հետո ապտակելուց հետո մի հատ է պետք է բազար բռնես, գնում ես քո գործերը։ Մենակ ես եմ իշում պատմությունը ուզում։ Պատմությունը ոչ։ Նա իրանք ես հասկանում եմ, իրանք ասում են ձերբակալելու հետ կապված։ Ժողովուրդ ջան, չէ, չասեցին բռնել են, տենց տարել են, նստացրել են, որ ասել են այս բանը։ Գալիս ենք խոսում։ Բա ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Սոֆին ոստիկանա բերես, սագին ձերբակալել։ Ասեցին խնդիրը, հա, չէ, լուրջ է խնդիրները, ասենք ապտակեցին։ Չէ, ձերբակալել նկատի ունեմ կենթանաբանական այգու ոստիկանական բաժանմունք, ինձ թվում է կլիներ։ Այո։ Սագերի իրավունքներով զբաղվող։ Ոնց է շատ լուրջ եք ընդունել։ Անշուշտ պատմությունը այդպես է նկարագրվում։ Սագին ապտակելուց հետո սագը Արմի գրքի բան չէ, էլի սակ չէ։ Լավ, եղել ես Փարիզում։ Փարիզում էր, չէ՞։ Եղել ես։ Կարաս ես բան լինի Փարիզում։
Ինձ թվում է Սոֆին ստում է։ Ստում է, Սոֆին ստում է։ Ստում։ Ինձ թվում է Սոֆին կարող է գնացել այդպես բան եղել է, բայց իրեն չեն ձերբակալ, ուրեմն ստում է։ Ստում է, կարծում ես ստում է։ Չեմ հավատում, հա։ Հասկացա։ Ես միանում եմ ձեզ ընկերներ։ Միանում եմ իմ մարտի 8-յան տոնական հաղորդման ընկերներ։ Մոռացել էր, որ իրան ձերբակալ։ Մենք կարծում ենք, որ այս պատմությունը սուտ է։ Հարգելի Գարիկ, Բադին չրփելը որն է։ ոչ, մեկ-մեկ է հաշիվը։ Մեկ-մեկ է հաշիվը, Գևորգ ջան, որ մենք չենք հաղթում դեմ։ Մենք կրում ենք։ Բայց խնդրում եմ Big Street Boys-ի Նիկի նման քայլելով գնա, էլի հետ։ Խնդրում եմ, էլի Նիկի ոնց է քայլում, տեսա։ Այդ Նիկի մենակ մազերն եմ հիշում։ Կարող մազերով գնամ։ Ուրիշ բան չեմ հիշում։ Ահան։ Ռոբի պատմությունը լսենք։ Գնացինք։ Այո։ Այս Ես Photoshop-ով ավելացրել եմ իմ դեմքը մոդել աղջիկների նկարների վրա, որ սրտակերի տպավորություն թողնեմ։ Ում մոտ։ Իստոմա կուրսացիների։ Նույնիսկ իրա խնդալ է եկա, որովհետև Կուրսացի, չէ, վրա չէ երևի, էլի, մոդել աղջիկների հետ։ Ու վրա երևի դժվար, ինքը կներես, որպես մոդել աղջիկ, ես ում Photoshop-ով սենց ավելացել եմ յանի ինգերուիսա, էլի։ Ոնց քեզ թվում է, պատմությունը ոնց է եղել։ Ապերո, դու քո դեմքը կտրել դրել ես աղջիկների դեմքի փոխարեն, որ ունենաս նենց բաներ, որ չէր ունենա։ Մոդել աղջիկների կներեք, վրա չէ, մոդել աղջիկների հետ սխալ կարդացի, իրոք սխալ կարդացի, թո չազդի սա իմ պատմության վրա հետ։ Կոշկակարի բուտկաներում Հետ, լույս թո չազդի, հորս արեք, մա թո չազդի։ Լույս թո չազդի ագեն հետ։ Մոդել աղջիկների հետ։ Հա, որպեսի սրտակերի տպավորություն։ Հա, ու տանում էր այդ նկարները սենց որ մի ամիտ գրպանից է ընկավան, տղեկ սենց վերցնում են Ռոբ ջան նկարը տնկով, ույսում է դες բոն ապս։ Հա։ Չէ, Հա, բաս, դու ասա։ Դասը ինտերնետում գեի, գցում է ինտերնետ։ Ոնց գծվում է, ու այն վաղ դուր էր գծում։ Ինտերնետը բացում ես, գծում։ Մեյլով ուղարկում։ Դա հիմա ասում եմ անկետ, ընդհանուր մի, այն ժամանակ կար չաթեր, հիշում եք, չաթ կար։ Չաթը Mirk, ICQ Mirk, տենց չաթ կար, ինձ մա փոքր, չգիտեք, որ ասում էր, խոսում էր աղջիկա հետ, ասում էր քո նկարը։ Ուղարկի։ Նկարը ուղարկի, բայց ես ավելի, մի րոպե, որ ավելի ես, ճակեց ասում եմ, որ ավելի երևա այդպես, թո լավ դեմ, ուղարկում է իրան ընկերուիս առաջ։ Այդ երբեք։ Ինքը շուտ է, ուսանող տարիներին։ Քանի տարի առաջ։ Ուսանող տարիներին շատ է 2001-2002 թվական տենց։ Այսինքն դու որ այդ որոշմանը եկել ես, ուրեմն նշանակում է որ ինչ որ տենց մի հատ դեպք եղել է, որ դրա պակասը քո կյանքում զգացվել է։ Որ մարդիկ, օրինակ, հակառակ կողմի աղջիկ ում ուղարկել ես քո միայնակ նկարը, ինքը գժացել է կամ հասկացել ոչինչության ինչ որ Որակական տրավմա է։ Հա, մի բան եղել է, որ ասել է ես պիտի գնամ Photoshop սովորեմ, նույնիսկ եթե չկա։ Սովորեմ, որ մյուս անգամ աղջիկներին ապշեցնեմ իմ բաբնիկ Այո, մի հատ կարևոր նաև բան ասեմ, հիմա այս դարի նման չի, որ նույնիսկ քեզ նկար են ուղարկում, դու կասկածում ես, որ Photoshop-ը այն ժամանակ դες որ մեծ մասը գիտեր, ասեմ մի 20 տարի առաջ ինչ ուղարկեր, հալա ջղի պես գնում էր, դա ասած ճիշտ ասում։ Photoshop-ը, տեսեք ճիշտ եմ ասում։ Photoshop-ը, չգիտեին որ դες Photoshop-ով կարա լինի բան, բայց ես դες չի որ լավ փայլում էի։ Գլուխդ մեծ մի քիչ Չէ, աշխատում էի մաքսիմալ ինքը նման անեմ։ Այդ ծերերը բլուրանում էր, որ։ Հա, սա ամուշը նորմալ կտրում էի բան էի անում, տեսես գցած ուսը դեպ։ Լավ, հիմա մի հատ է հարց տամ։ Քո մարմնին կպտում էր այդ ժամանակ։ Քեզ էլ էր մի քիչ ուժեղացնում, բան ասած որ մեծացնում ձեռքերը։ Ես ճիշտ ասած նկար որ մի քիչ սազ էր գոնե այդ աղջիկա այդ ում հետ, որտեղ որ այդ աղջիկը տես այդ իր մարմնով դուսես մը Այդ ձմեռային գլխարկով բանս են, ունքերի ձուն է կազմար, սանկից ընգաշ ճղած աշկով, մի քիչ, որ բրներ էտ նկար։ Կաչոք է, մի քիչ կաչոք է ինձ։ Համապատը դու կաչոք ես։ Հա, մի քիչ ես լուրջ սարքում էի դու։ Ահա քեզ էլ էր։ Այս սենց էպիլացիա էի անում, ես մաքրում էի, բան։ Նկարում մնացել է այդ նկարներից։ Նկարներից մնացած կլինի։ Տունը ես որ մատ գյուղում ա տատի ինձ մտած։ Չէ, ես չեմ Բայց քո նկարով Ռոբը մի բնյատ ունի արածին։ Ես վերջերս։ Կուղարկես։ Հայտի մարդու հետ, էլի։ Չգիտեմ, մի տեսակ, բայց Ռոբը չկարողացավ համոզել։ Որ ճիշտ է։ Ինքը շատ պրոֆեսիոնալ է ու դուք երկուսով կարող եք տենց սիրու պատմությունները պատմել, բայց մի տեսակ չհամոզի։ Ես կարծում եմ, որ սուտ է խոսում Ռոբը։ Մի տեսակ սենց շատ անհավանական ու տենց ինչ որ սկսեցիր արդարանալ ընթացքում, որ
Ես պատմում եմ իրականությունը։ Սենց ասեմ, ես ինչ ինձ թվում է, չէ, անիրական պատմություն է սա։ Անիրական պատմություն Չէի ուզում ասել, Անիրական, այո։ Photoshop-ով չի արել Ռոբերտ տես բան։ Չի արել տենց բան։ Ես կարծում եմ, որ այս պատմությունը միանշանակ ճիշտ է։ No way։ Հա, իրոք համոզված եմ, որ այս Ֆոտորոբ։ պատմությունը ճիշտ է։ Ֆոտորոբ։ Բայց քանի որ երկու ձայն դեմ է, մի ձայնը կուտ չի Եթե ուտում։ հանկարծ սխալ լինենք, ներիր։ Սիրո, արդեն ներել եմ։ Սուտ։ Սուտ։ Ես ճիշտ ընդհանուր պատասխանն է, որ այս պատմությունը սուտ է։ Ուժեղ եք։ Դուք այսօր լուրջ եմ ասում, այսօր ուժեղ եք։ Իդեպ միջև սա բարձրացնելը ասեմ, որ կամ բարձրացնելով ես զուգահեռ կասեմ, մենք բարձրացնելուց հետո կասնելուց հետո կտեսնեք այդ նկարները։ Բերել ես, կվերնը մի արա, լուրջ ես ասում։ Ասուտ, չատի սկրինշոտերը տես է վրա։ Պատրաստ, ուշադրություն, 3 հատ բերել եմ, մի րոպե։ Այս իմ նկարագրած նկարն է մի քիչ առաջ։ Հասկացաք, Ռոբն է կա այս նկարի մեջ, ուզում եմ մի անգամից զգուշացեմ ձեզ, մեկը Ռոբն է։ Սա մեկ, երկրորդը, մի րոպե, ըստ երտակ։ Բայց ճաշակով ես։ Գիտես իմ համար հիմա ինչն է շատ խնդալու, որ առանց այդ մոդելի էլ շատ խնդալու է այդ նկարը, մենակ դու։ Բրավո։ Վերջինը։ Մի հատ էլ կա։ Իմ գլուխ գործոցը, որով ես շատ էի պարծենում ու ինձ համար այդ տարիներին ինձ իմ նկար էր համարվում, մի քիչ ինձ իմ նկարում այս է։ Սմաս համար քեզ կարայի ձեր Բայց ինչ փոքր աղջիկը։ Այդ Վիրյանը նայում։ Այսի շատ եմ ուղարկել, լուրջ այսի ուղարկել իմ պես շատ կռուտոյի դեմք եմ, սովա։ Համ որ մոդել է տայում, համ որ ծովա գնաց։ Բայց ասեք ժողով, ճաշակով է Ռոբը մեր։ Չէ, ճաշակով։ Ես նկարներ այո, Բայց շորերը նկատի չունես, չէ, հաստատ։ Այ, շնորհակալ ենք այս պատմության համար։ Դու որպես ամբողջ օրս TikTok թերթող մարդ։ Ահա։ Կուզեք տենց անլիմ ինտերնետ ունենալ, որ երբեք չսպառվեր Ես շատ եմ, այո, իմը 1500 դրամանոցից է եւ միշտ սպառվում է։ Ուզում եմ լսեմ որն է այդ, որ ընկերությունն է, որ այս ամենահարկավոր բանն է քեզ հաստատ եւ շատերին, որտեվ եթե դու միանաս մեր գործընկեր Viva ընկերության անլիմ հետվճարային սակագնային պլանին, կստանաս անսահմանափակ ինտերնետ Ռոբերտ, ինչպես նաեւ 900 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, MTS Ռուսաստանի ցանց, ԱՄՆ, Կանադա եւ Հնդկաստան զանգերի համար։ Հնդկաստանում ապրող բոլոր բարեկամները քեզնից զանգ են Ես սպասում։ միանում եմ այս կավար 3900 Լսի, ամենակարևոր, սպառելուց հետո, որտեղ դու միգուցե նաև սպառես, նաև 10,000 ներցանցային րոպե կունենաս։ Այստեղ դեռ մարդիկ Հնդկաստանը պրծնում, հա, բայց եթե դու սպառես, այո, որտեղ ամեն լավ բան բացի անլիմ ինտերնետից ունի սպառվելու, այո, վտանգ։ Եվ իհարկե, սիրելի հավելվածներից առանց բաժանորդագրության օգտվելու հնարավորություն։ Այսինքն քո սիրելի հավելվածներից այսպես թե այնպես կարող ես օգտվել։ Այս լուրջ գնում եմ, ես նկարում եմ, դու գնում եմ այնտեղ։ Ուղղակի 3900 կտաս, այսօր ես լուրջ։ Ոնց առաջի ամսվա վճարային բաժանորդագրությամբ սակագնային պլանի ամսավճարը, այո, կազմում է 3900 դրամ, կտանք Ռոբերտ։ Ես ռադիո ալիքներից մեկում հաղորդում եմ վարում կենդանիների հոգեբանության մասին։ Բայց ոչ ոք
Չգիտի որ դա ես։ Այ լավ, լուրջ շան ձայնով ես վարում, ոնց ես վարում։ Բայց կասես խնդրում է, ինչքան հնարավոր է անունը ռուսնա հաղորդման անունը։ Բարև ձեզ։ Ձեզ հետ է բնականաբար չի ասում Գարիկ Պապոյանը։ Ձեզ հետ է դոկտոր Եսիմինչյանը։ Արությունը կոչվում է Զիգմունդ Ֆրոգ։ Լավ է։ Զիգմունդ Ֆրոգը ես եմ վարում, այո։ Զիգմունդ դուք Ֆրեյդի բառախաղ, Զիգմունդ Ֆրեյդի Մենք մտածում ենք կենթանիներ եւ հոգեբանություն բան, եկանք Զիգմունդ Ֆրեյդ, հետո Ֆրեյդ բան, կարող է Ֆրեյդ Ֆոքս, չէ, դա ասենք լավ, ինչ Ֆոքս։ Ու Ֆրոգ։ Ֆրոգ։ Ինչ տարօրինակ, բայց Զիգմունդ Ֆրեյդի ուսմունքը ներառել ես դու կենթանիների։ Այո։ Էդիպյան կոմպլեքսը կա այդ, բայց խնդրում եմ պատմիր։ Էդիպյան կոմպլեքսը հենց ինքնանով մի քիչ նմանություն կա, որովհետև կենթանիների մոտ փոքրիկ տղաները իրենց մայրերին չեն խանդում, սովորաբար մի թեթև ելնում են իրենց մայրերի վրա, երբ որ մի քանի տարի մեծանում են, դրա համար դե կենթանիները տենց են, բայց մենք չենք եկել դատապարտենք, չէ՞։ Մենք կենթանիներին չենք դատապարտում։ Այո։ Դրա համար Էդիպով կոմպլեքսը դուրս եկա, բայց ի՞նչ է կոնկրետ քո դու որպես կենթանի ինչ ես։ Ինչով կարող եմ քեզ օգնել, ասա։ Քո ձայնով ես, կրել ես քո ձայնով ես։ Իմ ձայնով եմ։ Թե ինչ-որ էֆեկտի տաղա որ մարդը։ Չէ, ինքը մի քիչ բան ռադիոալիքա, մի քիչ բյուջետային։ Մի քիչ ոչ մեկ չի լսում։ Մի քիչ բյուջետային է, ինքը խշշոցը շատ է։ Հյուրեր ունենում ես։ Մաքուր չես կարողանում բռնել։ Հյուրեր ունենում ես կենթանիներին։ Ուխտ բան զեբր, տենց հյուրեր։ Ինչ հյուրեր են գալիս քեզ։ Ինձ մոտ գալիս են կենթանիների տերեր, ովքեր որ հոգեբանական խնդիրներ են նկատում իրենց կենթանիների մոտ եւ օգնության կարիք Շուտ խնդրում, շան կամ կատվի հոգեբանական խնդիր ասա։ Շունը շատ է նեղան, օրինակ վերջերս մի կին էր եկել, շունը երկար ժամանակ է ոնց որ հետը չէր շփվում, նեղացել էր։ Ինչով է արտահայտում։ Նույնը շան չշփվել է։ Ինչով է արտահայտում, ոնց է արտահայտում։ Դու որպես շուն պահած մարդու էլ ես պահում։ Բայց լինում է։ Արհամարանքով մեկ իներտությամբ 3, հեսա երկրորդը ասեմ, արհամարանք իներտություն, հա, եւ բան, փսխելով, փսխում են։ Հենց տիրոջը տենում է հետ ատալի։ Չէ, այդ վերջինը չէ։ Ո՞ց վերջինը չէ։ Ինչ են երկուսը այու վերջինը։ Դե կարա նեղանա, կարա։ Լսեք, եւ 4-րդ ամենակարևորը, որը բոլորի մոտ էլ լինում է, ըմբոստացման արդյունքում վնասակարության մանիֆեստ, որը շնային վանդալիզմի տեսանկյունից արտահայտվում է յուրինությամբ, այսինքն Որտեղից ես գտնում այդ բառերը գալիս։ տարբեր տեղերում միզելու ունակություն։ տարբեր տեղեր ու այնպես տեղ է միզում, որ առաջի անգամ է միզում։ Տարբերանշան ունի, լոգո ունի, Չէ, ռադիոյա չի երևում։ Ունի, բայց չենք տեսել ոչ մեկ։ Իսկ ձեն չկա տարբերանշանի, չեք հանում այդ ձենը։ Աբի, փոքրիկ երկ կա։ Խնդրում եմ։ Խնդրում եմ երկը։ Կվա։ Զիգմունդ Ֆրոգը ետենում։ Ինքը բան է, ջինգլոտ բան, այլ է ջինգլոտ։ Խնդրում եմ, լսենք։ Ծնգոցա 4 հատ։ Ծնգ, 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 ծնգ։ Զիգմունդ Ֆրոգ։ Զիգմունդ Ֆրոգ։ Մենք 4 հատ ծնգոց են կարել, որտեղ ծնգոցները ապացուցված է, որ իրան քանի որ բարձր հաճախականություն ունեն, այո, շները բան ուշադիր են միշտ ծնգոցին, բոլոր ովքեր շնորհիվ որ շները ասենց Ֆրոգը մնան ձեզ հետ, եթե հա, որ շները որ գարկի հաղորդումն է, միանգամ լսելուց հետո մնում են էլի, իրանք չեն փոխում ալիք։ Ասա քո աուդիտ շներն են ոսով։ Չէ։ Բայց դուրս ելնում է ճանաչես մաչ շուն մոտ կարա նկարվի հետ։ Գարիկ ջալենք փոսոնայի երկրի։ Հետո էլ ասում են շունը չի լսի։ Այո, արդյոք մի խոսքով սրբուհի Չէ, շատ անհավանական։ Դու ինչ ես կար։ Սուտ է։ Սուտ է։ Գարիկ։ Չեմ հավատում։ բայց ուրիշ բան ասիր նորից։ Ատես, չէ, լավ հավատում եմ։ Ասես, ես դիպած ասեմ չեմ Հավատում եմ։ Ես հավատում եմ։
Սրբուկը չի հավատում, ես չեմ հավատում ես ծնդաբանության էսի, դուր չոսում Զիգմունդ Ֆրոյդ, եթե նույնիսկ սա իրական, ես գնալու եմ տնօրենության ռադիոընկերության, ասեմ հանեք սրան գործը։ Չես կարող թե ռադիոն տնօրեն չունի։ Տնօրենը լավայա տնօրենը։ Մի խոսքով մենք չենք հավատում այս պատմությունը, սուպեր։ Շատ իզուր մարդիկ կա, որ հավատում են ու երբեք չեն էլ մտածելու հակառակը։ Եթե նույնիսկ այսօր այդ հաղորդումը չկա, ասենց ասեմ։ Լինելու է, մի օր Կա որ լինելու այո, է։ դրա պակասը ամեն դեպքում շուկան ունի։ Իսկ այս պատմությունը դեռ սուպեր։ Ես գիտեի, որ դա խոսքը Բայց բացը կա, էլի, իրա բացը կա։ Մեզ միավոր խնդրում եմ։ Իդեպ միջև Գարիկը մեզ միավոր է նվիրում, 2-1 արդեն մենք առաջ ենք անցնում։ Հաղթող թիմին Անթերիս ընկերությունը նվեր ունի, նվեր քարտեր։ Կզեց։ Գևորգն է հիմա պատում իր պատմությունը, օքե։ Բանակում ծառայելու տարիներին հաճախ երգում էի, որ գումարտակի հրամանատարը քնի։ Իսկ ինչ երգեր ես իմ տենց քնքուշ երգեր ինչ որ բան քայլար առաջ քայլերը շուտա քայլերը շուտա Շատ Ագոն բատալյոն Ժողովրդական երգ Ագոն բատալիա ժողովրդական երգեր էի երգում իրականում ես Մի հատ երկի էլի։ Գևորգը սենց կարանում ու երգում է։ երկասի ձմեռը Այսինքն երգում էի, ատես քնում էր։ Ու մի ոնց առաջին անգամ ոնց ստացվեց այդ որ ինքը ասեց որ այս ոնց քնա։ Էլի այն Իմ համար երգում էի, մի օր, տես մի ամիտ լսեց ու տես ընկա կրակը։ նայ Գևորին ճանաչելով մտածում եմ որ սա նորմալ ծառայացել լի։ Դժվար մեկը երգացնել, բայց հաշվի առնելով որ լավ է երգում Ես էլ կերկացնեմ։ Բայց ես սիրում եմ երգել, նենց էլ, ես սիրով եմ արել։ Չէ, սիրով եմ արել, բայց այն որ արդեն չափանցել էր։ Արդեն այն որ մի անգամ անում ես, հապտյան ես, այն որ ավելի օրենքն է, էլի, ասում մի անգամ արել ես, պլան ես։ Իսկ ձայնագրել ես իր համար որ եթե այնտեղ չլինես ինքը կարողանա քնի։ Չէ, այն ժամանակ հեռախոս չկար, ինչ Բայց ձայնագրության ինչ որ բաներ կար էլի։ Ոչ մի բաներ չկար։ Մենք ոնց որ փորձում ենք հիմա որոշել Գնացինք եկանք։ արդյոք այս պատմությունը եղել է թե Գևորգը լավ է ծառայել։ Ես իմանալով այդ հրամանատարին որ միջև հիմա անքնություն ունի Գևորի այն ժամանակ քնել է հաստատ որտեղ Գևորը երգել է Բայց դեմա կարա լիներ հիմա հրամանատար է զինվորը լավ է երգում մի օր խնդրել է ասել է արի կողքից երգի մի 40 րոպե Չէ, հրամանատարը չկա ցավոք հիմա։ չկա Չբարվենք։ Երգել է Կարծում ես ճիշտ ես պատմում։ Այո, միանշանակ Ասա հա Չեմ հավատում։ Սոֆին ասում է սուտ է, դու ասում ես ճիշտ է, ես կարծում ես պատմությունը սուտ է։ Մենք ասում ենք, որ այս պատմությունը սուտ է։ No Կամանձիրը չի եղել։ Այս պատմությունը չի եղել։ Չի եղել, հա։ Այո։ Լավ, օքեյ, ես ճիշտ ասած խառնեցի, Բայց մենք միևնույնն է Մենք կարևոր երկու միավոր Եվ համել թվերն է կրկնում։ ամեն ինչ կախված է հիմա ինձանից Ամեն ինչ կախված է այս Ինգերս այս փուլի շրջանակներում քեզ։ Ես քեզ հավատում եմ, հա։ Լսենք Էրիկի պատմությունը Լսենք քո պատմությունը։ Էրիկ ջան Երկար պատմությունը։ Ապեր մի հատ գիրք տամ, Կարող ենք ռախին տամ, Կարող ենք սկսել Ժողովուրդ ջան, միջև Էրիկ անունով հայտնի դառնալը իմ բեմական անունն էր Քեթ որի իրականում վրացերեն վրացական ապահով Cat and cat Կատու։ Որը վրացերեն հապավում հապավում է Վերջ Կբացես։ Խնդրում եմ դրեք որ չերևա հա հապավումը քեթ կասես տառարտար ինչ է նշանակում Նա ինքը ավելի վրացերենից էր գալի նայ ՔԹ բնականաբար ես ռուսական կրթությունն եմ ՔԹ ռուսերենում չկա Վրացերենում կա քել, թել, վրացերեն ինքը հենց վրացական բան է, ավելի վրացական շուկայի վրա ենք բանանում, այն ժամանակ տղեկն է բրեյք դանս են պարում եւ այլն, տենց շատ անգամ հավաքվում
պարում էին, երկում էին եւ այլն, ու տենց ինչ-որ հիփ-հոփ ժանրի մեջ են լայն շալվարներով եւ այլն, քարտվելի է նշանակում վրացի, այսինքն քարտվելի, քարտվելի, վրացին է, քարտուլին նշանակում է վրացական, հա, քարտուլի, քեթ, էրովնուլի, նայ, քարտուլի էրիկ, քարտուլի էրովնուլի, քարտուլի էրիկ, արա սովածացեցի քարտելի էրովնուլի նշանակում է նացիոնալնի, Էթը, այն կստացի նաև այդ էրովնուլին վերցել ենք, որովհետև Էրիկի հետ Էրովնուլին ազգային էր նշանակում, չէ՞։ Էրովնուլի։ Էրովնուլի Თ։ Հա, Თ նշանակում է Թբիլիսուրի, Թբիլիսուրի։ Այսինքն վրացական նացիոնալնա բաներ կա, ոնց է որ բաներ կա չես կարող թարգմանել։ Անգլերենի երգերը ոնց է որ թարգմանում սակայն ստացվում, տես մի բան։ Բայց քեթ համե որ փիսո։ Չէ։ Physical dolls։ Միած որ խնդրեմ, այդ խմբի կատարումներից մեկը ինչ կար, որն էր ձեր մեխը, ձեր համերգի մեխը։ Ռեպ էինք կարծում հիմնականում։ Վրացեր են։ Խնդրում եմ։ Լասա էլի։ Խնդրում եմ։ Դավայ, հիմա ասա դրանից։ Խնդրում ենք։ Չեմ իշում որտեղ Խնդրում ենք։ Արի ես բիթ անեմ։ Ես բիթ անեմ գնաց։ Այո։ Tam mi brundița de hașen, homiți mi parharme, rato mi matovesi, xoaruli datove, ase tu da zbitne bitku, չեմ տանարիկնեմ բիտ, ու ինչ որ տենց շարունակություններ, Քեթ։ Մոխտարագատա դիգետա մեծագալի մամտա դուրքես խա, ուգլուրջիցա դայպիցա, պիտի դա լոցա շուտանրոցա խուրալ դիլոցա, արտանդա իլոցա, ակոցա մագրդա։ Այ ինչ լավագործում։ Վրացիերին եմ նա։ Հնարավոր է ոչ մի բառ չի ասել, բայց մենք այո։ Սենց ասեմ, ես ես էլ անեմ բիակ դույլի։ Շատ է, գնացինք։ Շատ է տեսնի։ Դավայ, գնաց։ Ինչ ես կարծում։ Չէ, բայց կարծում եմ, որ եղել է նման։ Եղել է։ Հա, եղել է։ Եղել է, ու Էրիկը զբաղվել է տես բաներով։ Ճիշտ չի։ Ճիշտ չի։ Իսկ կարա լինի, որ բոլորը սուտ էին իրենց պատմություն Ամեն ինչ կարա լինի հաղորդման Ուրեմն սուտ է։ Ամեն ինչ։ Չէ, ես հավատում եմ ընկերս, ես եղել եմ։ Որոշել է, իմն է որոշելն է։ Սենց ասեմ, ես եթե սուտ է, ես ում եմ մեդալ տա, այս ծաղիկները վերցնելու եմ քո տանել։ Եթե ինքը, այո, Սոֆին էլ, եթե կարող։ Մենք կարծում ենք, որ այս պատմությունը ճիշտ է։ Դե իհարկե, սուտ։ Ասում եմ էլի լսեք։ Կարծում եք իմ ախպերունի խզարունի։ Ես էլ եմ Արա, խեդավ չումա չավիդանց է։ Լոք ծաղիկները, Սիրուն չէ, ես կեզ, ծաղիկները։ Ծանոթացնեմ մեր մյուս գործընկերոջ հետ, մեր գործընկերն է Mobile Center ընկերությունը, որը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Հայաստանում։ Կանանց տոներին ընթառաջ մարտի 3-ից մինչև ապրիլի 14-ը ներառյալ ցանկացած սմարթֆոն կամ պլանշետ ապառիկ տարբերակով գնելու դեպքում առաջին 12 ամիսում կգործի 0% տոկոսադրույք, 0% կանխավճար, 0% սպասարկման վճար։ Առանց որևէ հավելյալ վճարումների եւ պարտավորությունների, ասա ինչ լավ բան է։ Մարտի 8-ին կարող եք գնալ եւ նվերներ անել ձեր սիրելիների համար, եթե իրոք նրանց սիրում եք, ապա օգտվեք։ Եթե չօգտվեցիք, գուցե դուք այդքանը չեք սիրում։ Երկուսը հաշիվը եւ սա շատ խորհրդանշական է, քանի որ մենք միանգամից անցնում ենք հենց երկրորդ փուլ, ընկերներ, որտեղ կփորձենք երազել։ Երկրորդ փուլ։ Ընթերցիր երկրորդ փուլի կանոնները, քանի որ շատ կարևոր է դա, որպեսզի մեր ընկերները իմանան ինչ է այստեղ կատարում եւ հետո։ Ծանոթացնեմ երկրորդ փուլի կանոններին։ Մասնակիցները կարծում են իրենց կողմից նախորդ գրված երազանքները։ Թիմակից թիմը հարցերի միջոցով պետք է պարզի արդյոք յուրաքանչյուրը կարդում է իր երազանքը, թե թիմակիցը, քանի որ մենք խառնելու ենք երազանքները եւ նոր բաժանենք։ Ճիշտ պատասխանը 2 միավոր է։ Այո, սուբից կարծում է Սոֆին։ Որն ես ուզում, Սոֆի։ Հետո Էրիկը։ Դա որը ուզում ես։ Բարի։ Ընթերցիր։ Հետո Էրիկ կարդա։ Ես երազել եմ, որ ինձ ոչ ոք չտեսնի, բայց ես բոլորին տեսնեմ։ Շատ բարի։ Հիշեք սա։ Իմ երազանքներն են։ Բոլորս էլ ունեցել ենք այդ երազանքը, հիմա Էրիկը տեսնենք ինչ է փորձում երազել բոլորս աշխարհը։ Բաց այ։ Ես միշտ երազել եմ դառնալ անասնաբույժ։
Ընտիր, իսկ դպրոցում կուզենար օրինակ օգտագործեր քո այդ հատկությունը, ինչ կաներ, եթե լիներ անտեսանելի 6-րդ դասանց։ Մեկ, անկեղծ եմ ասում, օրինակներով դժվարանում եմ շատ բանանել, մտաբերել։ Իսկ առանց օրինակների։ Մանկական սիրուն հավես երազանք նի վիդիմ կալինել, քեզ թվում է, որ եթե քեզ չտեսնեն։ Բայց ուղղակի անտեսանելի մարդ այլ ոչ թե ինչ-որ դրանով մտնել օրինակ կոնֆետի խանութից եւ անվճար օգտվել համեղ կոնֆետի։ Որտեւ ոչինչ չես օգտվելու, սովորաբար մարդիկ ուզում են իրենց նկատեն։ Դրա համար ենք պայքարում բոլորս։ Որ գնում ես քեզ չեն նկատում, նեղում ես, ասում են դե իրավիճակում հայտնվեմ, որովհետև որից չտեսնեն, ես տեսնեմ դիմացին ինչ։ Հասկացա, այն սովետական ֆիլմի նման գլխարկ անտեսանելիքը, որ դնում էր թերթից, այո, թերթից դնում էր եւ անտեսաներիկը։ Անտեսաներիկը։ Հասկացա։ Էրիկ ջան, ձերը երազանքը մանկական։ Դե իմը բանն է, ուզեցել եմ անասնաբույժ դառնամ։ Ահա։ Անաստաբուշի Որ քեզ ոչ մեկ չտեսնի։ Չէ, դառնամ անասնաբույժ, որովհետև երևի որ կենթանիների շատ եմ սիրում։ Բայց այնպես չի որ ուշ է։ Միած հարց կարամ Եվ գործնել եռումա, իդեպ ասել մարդկանց։ իսկ դու կենթանի պահել ես ընթացքում, քո կյանքում պահել ես կենթանի։ Ես ունեմ 11 տարեկան շուն։ Անտիշ Որ մենք շներեմ, որ ապրում են մինչև 4 տարի, բայց երիկը մինչև 11 կարողացել է պայի, որտեղ ինքը կարողանում է, իրոք, որտեղ ես չեմ պահում։ առողջ պայի։ Բայց իսկ անաստաբուժ հենց շների գծով, թե այլ կենթանիների, դե ասենք մեծ խորհուրդ այդ ժամանակ որ կովերին արհեստական բեղմնավոր ես։ Երևի չեմ խորացել, չէ՞, այտենց մտածել եմ շուն եմ սիրել, ասենք ուզեցել եմ դառնամ, բայց հետո դե երևի կովերի եք օգնել, բայց դե շանը բուժեմ ասում։ Դե կախված է ինչքան բան, օրինակ հիմա այդպես բաներ կա, ասենք կովի պրոստատայի, չգիտեմ բան, տենց դրանք հաստատ դժվար անեք։ Դժվար է, բայց դա հեշտ ոչ մեկ չի անում, բայց դա պիտի աներ։ Այդ շատ դժվար գործ է։ Ինքը պետք պատվեր կովեր կան, բանկը կգային։ Հիմա ճիշտ են կարդացել, հակառակն, օրինակ կարա լինի Սոֆիներ ուզում անասնաբույժ դառնալ, իսկ անտեսանելի Էրիկը, թե հակառակը։ Իմ կարծիքով խառնվել է երազանքները, որովհետև ոչ մեկ հստակ չէր ասում։ Պատճառը ինչի է ուզում այդ երազանքը։ Ավելի հստակ քան։ Չէ, ես տա հստակություն։ Չէ, ես չլսեցի հստակ։ Հակառակ դժվար է սա շկոյդ։ Կարծում եմ, դու ես կարծում։ Խառնել են։ Ես ուզում եմ սրբուկի հետ համաձայնվեմ այս անգամ։ Այս անգամ չլսեցինք ոտներս քարին դիպչեց։ Այս անգամ ուզում եմ սխալինի քո ոտքը քարին դիպչի։ Մենք կարծում ենք, որ երազանքները հակառակ են ընկել, Էրիկը ուզում էր անտեսանելի մարդ դառնալ, Սոֆին անաստաբույժ։ Իրականում Սոֆին անտեսանելի էր ուզում դառնալ, իսկ Էրիկը անաստաբույժ եւ երկուսն էլ հասան իրենց երազանքին։ Հիմա ինտիմակիստերի երազանքը կարիքը չունենք, բայց գազատը գարիկը ունենք, պատրաստ ենք ցավը տանում եմ հենց հիմա։ Գարիկ Պապոյան։ Խնդրենք։ Երազել եմ միաժամանակ մի քանի գործողություն կատարել։ Օրինակ խոսած ու ձեռքը ցենց արես։ Օրինակ։ Չէ։ Okay, հիշեք այս երազանքը։ Եվ որը երազել եմ հրամանատարս։ Ես երազել եմ բանկ թալանել ու նստել բանտ։ Գևորգը երազել է բանկ թալանի եւ բանկ նստի։ Կարամ հասկանամ, իսկ ինչ երազանք։ Ես էլ չեմ կարող։ Ես առաջին մասը կարամ հասկանամ։ Երկրորդը, քանի որ Սրբուկը լավ հոգեբան է ու ինձ եկավ ասած, որ հենց նոր իրանք խնդում էին իրանք իրենց այդ բաների վրա, երազանքները, որպիսի մեզ մոտ տպավորություն ստեղծեն, որ իրանք երազանքները, այդպես շատ խնդալու է, այսինչ ընկավ ինձ ո։ Պարզա որ Գևորը պետք է ուզենար, ասենք Հրազդանի միակ բանկը թալաներ, միակ բանտը նստել։ Սրբուկն էլ ասեմ մի քանի բան միջև այսօր չի կարողանում անել։ Այդպիսով ստացվում է, որ Ճիշտ անգել։ Ճիշտ է, շատ ճիշտ է ամեն ինչ։ Սոֆին կարծում է, որ խառն է երազանքները։ Չէ, մի խառնի, Սոֆ։ Էտա։ Ինչի։ Ամեն մեկին երազանքն են եկել կարծում։ Այսում է։ Դες ես Էրիկի հետ եմ համաձայն։ Ես էլ կարծում եմ, որ երազանքները ճիշտ են ընկել, Գևորգը դրամաբանական բանտ եւ Սրբուկը որ միանգամից մի քանի բան կարողանար անել։ Այո։
Իսկ իրականում երազանքները ճիշտ էին ընկել։ Այո։ Ցանկանում եք բան։ Գործողություն կատարել։ Իսկ միաժամանակ այդ ասել։ Աշխատում եք բան չասել, որ չգուշակեք, էլի որ այդ իմ երազանքն է, բայց Այո։ Այ դու կերես։ Յակ բանկ։ Այ կերես։ Արթուկ Անթերիս։ Հիմա ասեմ, թե ոնց կարելի է միավորել այս երկու բառերը։ Կանանց տոներին ընթառաջ Անթերիս Clinics-ը եւ Արթուկ սոցիալական ձեռնարկատիրությունը միացել են եւ պատրաստել են նվերքարտել ձեր սիրելի կանանց համար։ Մարտի 8-ից ապրիլի 7-ը 20,000 դրամ եւ ավելի արժեքով Անթերիս նվերքարտ ձեռք բերելու դեպքում փաթեթի մեջ ներառվում է նաեւ Արթուկի 5,000 դրամ արժողությամբ նվերքարտ։ Իսկ ինչով է զբաղվում Արթուկը, գիտես։ Լուրջ, ինչով։ Ապրես։ Այն հագուստի լվացման եւ արդյունքման ծառայություն է, որն իրականացնում է հաշվանդամություն ունեցող երեխաների մայրերի կողմից։ Նվերքարտերը կարող եք գնել Անթերիսի մասնաճյուղերում կամ պատվիրել 012 55 55 58 հեռախոսահամարով։ Երևանի տարածքում առաքումը անվճար։ Ապրեները գիտեն, էլի դիմակիցները գիտեն, ապրեք։ Սիրով ընթերցեմ երրորդ փուլի կանոնները, Սելիրոպ, Վիվայի նոր բաժակով, նոր տարբերանշանով։ Մեջը ինչ է, սիմ քարտեր ես խմում։ Գիտես ինչ է նշանակում այս տարբերանշանով։ Այո։ Նշանակում է իմ շուրջը։ Այո։ Իսկ ես ուզում եմ շարունակեմ, իմ շուրջը խզարում են այսօր, Ռոբերտ ջան։ Իսկ դու չես կարող այդ նախադասությունը ասել, որովհետև սուտ կլինի։ Երրորդ փուլ, այս փուլում հայտնվում է երեկոյի կասկածելի հյուրը։ Հյուր, որի վրա կասկածում ենք։ Ով կապ ունի մասնակիցներից միայն մեկի հետ։ Բայց կարող է այնպես լինի, որ նաև կապ չունենա ոչ մեկի հետ։ Բարդացրել եք։ Մրցակից թիմ, այսինքն մենք պետք է պարզենք կոնկրետ որ մասնակցի հետ կապ ունի կասկածելի հյուրը։ Երրորդ փուլում ճիշտ պատասխանը 3 միավոր է, եթե սխալ պատասխանեն, միավորը գնում է հակառակ թիմին։ Էնպես որ մեզնից հասնում է պարզապես գուշակենք ում մոտ է եկել կասկածելի հյուրը։ Եկել կասկածելի հյուրին ծափարություններով հրավիրենք տաղավար։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ ինքը Ռուբենն է, ինձ համար 2 հատ երեկոյան զգեստ է մոդելավորել։ Բարի։ Ինքը Ռուբենն է, Ռուբենը իմ ֆան ակումբի նախագահն է։ Քո ֆան ակումբի նախագահը։ Ինքը Ռուբենն է, Ռուբենը իմ ֆան ակումբի նախագահն է։ Բարի, շատ լավ։ Գևորգ։ Ինքը Ռուբենն է։ Ես ամեն ամիս նրան 100,000 դրամ եմ տալիս։ Շատ լավ։ Այսինքն Ռուբենը մոդելավորող է։ Այո։ Թե առաջին երբևէ երկու շորը որ մոդելավորել է, դու ես հագնում։ Դե իր առաջին քայլերն է անում, ես էլ իրեն վստահել եմ։ Իմ մտերիմ ընկերուհու եղբայրն է։ Քանի տարեկան է։ Ինքը 15 տարեկան է։ 15։ Ինչքան ժամանակ է մոդելավորումը ինքն իր համար, որ ոնց որ որոշեցիր, որ արդեն ժամանակն է, որ դու կրես բեմ 1000 մարդու մոտ։ Մոտավոր մի տարի սկսել է արդեն այդպես, ես էլ այն զգեստերը, որ այդքան կարևոր առիթների չի կներես։ Որ ընդհանրապես չես հագնում, Ինչա պանիքի դայի բան ես հագում։ Իրեն փորձել եմ օգնեմ։ Հելովինի օրերն է հագնում։ Փորձել եմ օգնեմ, փորձել եմ իրան հրախուսեմ, որ ինքը արդեն իր առաջի քայլերը սկսի իմ օգնությամբ։ Նկարագրիր, խնդրում եմ առաջին շորը մանրամասնությամբ։ Պատրաստ ես գալի։ Մի ուրիշ տիպի։ Շորը, պատկերացրու, էս իմ մարմինն է։ Իր մարմինը ջոկ։ Իմ մարմինը, տալյայով։ Այս էս երկար շորիկա։ Գույնը ձախ ոտքի վրա գրգրաճ եղքը։ Գրգրաճ խոսենք։ Մաքսիմալ թեթև հեշտ շորիկա ինքը, տենց բարդ բաներ իրան չեն տալիս։ Սև։ Իսկ հիշում ես անունը։ Ինչ էր։ Իսկ ընկերուհին քանի տարեկան։ Ռուդոլֆ։ Ինչ։ Ռուդոլֆ։ Անունը չի հիշում, Յուրի։
Օրս արել մի արեք։ Ադորով ջան, ոնց ես արել։ Բորոգայթ Ռուդոլֆ։ Ինչ Ռուդոլֆ։ Ամենա ծիծաղալուն, որիկը իրան ապահովագելով բան էլ ասում, անհասկանալ, ինչ անում։ Որ ծակացած անուն ծակամատի աուն ինչա, Նիկը ռնասում ամենաշ Ամիչես Հիշում էի, որ Ռուբենը ինչ-որ հիշում է, աղր տեսակ Հիշում է Իմ ինչ պարտադիր աղբեր ամեն շոր կարող է անուն հոչես հիշում է Բարի շնորհակալություն Սերժ Շատ դժվար է մեզ լինելու Անցանք Ռոբերտին Ռոբերտ ով ունի այնպիսի մեծ ֆան-կլուբ որտեղ այնպիսի Չի, ձեր չեմ որ նկարագրեմ Այնպիսի համակարգ է որ հերարխիա կա որի գլխավերևում նախագահ կա որ կարողանա մնացած վարչություններին կառավարի իրանք շատ են միսիա ունեն եւ Անունը կասես Աուրը Ռուդոլֆ Ռուբեն ժողովուրդ կատակ եմ Ռուբեննա նորից եմ կրկնում Ռուբեննա ֆան ակումբի իրոպե ֆան ակումբի իմ նախագահը լուրջ եմ ասում միասին մենք պորտկում ենք ես սենց ասեմ միջև այսօր բոլորը գիտեն Instagram-ան էս չունեմ Ռուբենը նաև զուգահեռ դառնալու է իմ SMM մասնագետը Ռուբենի հետ մենք սենց ասեմ արա գովազդներա որ սենց անելով գնալու ենք ինքը մեծ շարժում է հիմա մեծ շարժում է չեմ իրոք է մեծ շարժում է վերցրել իմ նկարները ունի իմ գործունեությանը հատիկ առ հատիկ Մոնտաժածներն էլ կտաս որ դնի Որ մոնտաժը հա իհարկե իդեպ իր իդեաներ էտի որ այս նկարները ցույց տամ ասես մտալ լավ կրեատիվ բան անենք դու ասես աճես լավ ասի Ռուբ ջան էս ինչ է էս ինչ ես ասում այո Ոնց ընտրվեց նախագահ Սենց ասեմ ինքը կարելի ասել ինքնակոչ նախագահ է ինքը ստեղծելով ֆան ակումբը ստեղծեց եւ կողքը հավաքեց հավատարիմ մարդկանց իր հավատարիմ մարդկանց, ովքեր համակրում են իմ արվեստը եւ ինձ, համակրում են իմ արվեստը եւ ինձ եւ ծանոթացավ ես։ Իդեպ եւ ինքնահռչակվեց այո, իդեպ ես համատեղ կարևոր բան ասեմ նաեւ։ Ես Ռոբերտ չեմ կոչվում, իրենց ֆանակումբում, բայց ինձ Ռոբերտ չեն ասում։ Ինչ են ասում։ Ընկեր Ռոբերտ։ Լուրջ եմ ասում, ասում այո։ Ես ընկեր Ռոբերտ եմ, ես որ գալիս եմ, ընկեր Ռոբերտ կարելի եմ, այո, Ռուբեն ջան, լսում եմ։ Ռոբերտ ֆանակումբը կա սոցհարթակներում։ Սոցհարթակներում չկա, մենք իմ ասում եմ, ուզում ենք բոմբ, սենց ասեմ, Այն մարդու ֆանն է ինքը, ինքն էլ չկա սոցհարթակներում։ Չէ, ես չկամ, բայց ասում եմ նորաթուխ Instagram-յան էջի, ես SMM ամբողջ արտարկ տալու եմ ու գովազդի եկած 20%-ը իրանն է։ Քանի հոգի են ֆանակումբում։ Կան մի քանի իրենք ընկերներով են։ Չէ, մի քանի հոգի են, հա։ 4 հոգանոց ֆանակումբ։ Չէ, դասարանի տեղեքով։ 7 հոգով լուրջ եմ ասում։ Ապա նախանձում ես սիրում եմ։ Չէ, ցավ, ուզում իմանամ դասար։ Նախանձում ես, ես լուրջ եմ ասում, ես իդեպ։ Լսես, մենակ ուրախ եմ, որ դու 4 հոգանոց ֆան կլաբ ունես։ Չեմ կարա դրա նախանձեմ, այդ իմ երազանքն է։ Պատկերացնում ես, դնում են նկարներիդ կտրում են, ջնջում են, վատ բաներ են անում, էլի քեզ։ Կոմենտում են։ Չէ, ես ուղղակի պատկերացնում որ ես մտածում ինչքան տխուր է դասան ես 4 տղու համար, երբ որ մնացած դասանի տղաները իմանում են որ Ռոբի ֆանա։ Չէ, բայց իրանք բակում են վիրավորում ես, ինձ չէ, ինձ մի կողմ որ վիրավորում ես, այս մարդը նվիրված է իր գործին։ Նվիրված ինքը գնում է առաջ։ Այսքան առաջ չի գնում, մի քիչ կարա առաջ գա, մի քիչ կայլ առաջ են դնելու բրծնի պերսպեկտիվան։ Ես համաձայն չեմ։ Անցնելու են Արիանա Գրանդեին։ Ես համաձայն չեմ, նրանք ընկեր Ռոբերտ։ Միտը որտեղ աճելու տեղ կա, էլի, որտեղ աճելու տեղ չկա։ Հիմա ոնց է պիտն արդեն։ Ընկեր Ռոբի հետ իրանք մեծ բարձրությունների են հասնելու։ Ես օրինակ մտածում եմ քո փոխարեն կարային ընտրեն միայն այնց պերսոնաժի երկրպագեին ում երկար գոնե կսիրեին։ Դու մեծ ես արդեն։ Քիչ կարճ այդ սերը տվել է։ Ես չէի ասի տենց։ Բայց այո։ բարի։ Որտեղ ես ասեմ իմը դու էլ կան։ Գևորգ ջան։ Գևորգ ինչ էր պատմությունը։ Ինչ էր անունը։ Ախորս տղ են ասում է ինչ էր պատմում։ Լսի լավ ես իրական հավատում եմ որ Ռուբենը կարա դիզայներ լինի։ Եվ
եմ հավատում եմ նաև որ կարող մեր Ռոբի ֆան ակումբի նախագահ լինի, բայց իրականում հա, չէ, ես 100,000 իմ ախպորս տղեն է, ասեմ, Հրազդանից։ Բայց կարելի է գալ Գյուղից է։ Դե մենք չէ, պարտքը փող չենք տվել, ուղղակի դե ջերմոցներ են դրել Հայաթը, այդ ամենամսվա գազի ու լույսի գումարը ես եմ տալի։ Քան ինչքան ժամանակ է տալիս ես 100,000 դրամ ամսական։ Անցած տարվանից։ Ամսի քանիսից։ Դա չեմ հիշում ցավը տամ, Ինչի որոշեցիր, որ всё, հիմիկվանից դու իմ ախպոր տղեն ես փոխանցում, եթե լազը փոխանցում ես անում, թե տանում ես։ Չէ, փոխանցում եմ անում։ Փոխանցում։ Ինչի որոշեցիր, որ անցած տարվանից է հենց ախպոր։ Ինչ է 100 էլի, դա Հայաթը տունը նոր են առել, այդ հողամասում էին դիմացը, ասեցի արեք ջերմոց դրեք, որ ամեն տարի եկամուտ ունենա կրոնի տարի մի ասեց ջերմոց են դնում, որտեղ մեր գործերը լավ է, փողի կարիք չունենք։ Ջերմոցը ես եմ առաջարկի, ասել եմ դրեք, ես այդ բաները կտամ։ Ինչը։ Կոմունալները։ Կոմունալները ես կմուծեմ, այդ դուք մնացածը մշակեք, չէ, լավ։ Նուբո։ Նստի էլի Գևորգյան, խնդրում եմ։ Ախպորս տղեն է, թույթա մի քիչ նստի։ Գնա մի քիչ նստի, հանգստացի, ես տը կկայնեմ, ներում եմ քեզ։ Այդ ես ինչն է բանը, որ նախագահ մարդել, մի բանը չառաջարկեցին էլի։ Հարգելի նախագահ բարոն, շքեք նստեք, մի բարկան ես կտանգնեմ, ոսկի ասեք։ Հոպարն է, հոպար եմ ասել։ Չհասկացանք։ Բայց կարա լինի, որ իրա խոսքի խալխի նախագահին ես գրկում ասենք խոսքի էլի։ Չէ, ախպերս։ Լավ, եկեք որոշենք, մեր հետ ես որոշում, թե։ Հա։ Ինչ ես կարծում։ Ես հավատում եմ, որ սրբուկի Ռուդոլֆ, կամ Ռոբի հյուրն է, կամ ոչ մեկի հյուրը չի։ Լավ, հերիքա, հոպարը կայք։ Ասա։ Բայց հրազդանցու նման է ինքը, всё-таки բան Գևորգին տա։ Точно, ես ես կարբիր տշերով միշտ։ Էրիկ ասում է Գևորգի մոտ է եկել, դու ինչ ես ասում Սոֆի։ Չէ, ոչ մեկի մոտ Ոչ մեկի մոտ, ես էլ եմ ասում ոչ մեկի մոտ չի եկել։ Դու ինչ ես ասում։ Գևի բարեկամն է։ Գևի բարեկամն է։ Մենք կարծում ենք, որ մեր հյուրը ոչ ոքի մոտ չի եկել։ Հասկացանք, ոչ ոքի մոտ խնդրում եմ Ռուբենը վերստի խոսափողը։ Բարև ձեզ, ես Ռուբենն եմ, ես ընկեր Ռոբերտի անագնի Ալայս են ծաղկոր տղամ։ Գնացի։ Հասկացանք։ Հիմա շկա Ռուբեն ջան, քեզ սապարում ենք բոլորը։ Շնորհակալություն, որ եկար մեր հաղորդմանը հյուր։ Էսի տարեք։ Շատ հարցերով ցավակցում եմ հիմա չեմ ասի։ Եկեք այո ցավերով ճանապարհենք Ռուբենին։ Շնորհակալություն ասենք այս հետաքրքիր պատմությունների համար։ Դե ինչ, Ռոբերտ։ Խնդրում եմ 3 միավոր մեզ ընծայեք։ Այո։ Աշիվը դարձավ։ Տեսեք, ձեր թիմը հաղթող է, բայց Ռուբենը պարտված է որպես։ Ռուբենը դու հիմա կատակում ես, բայց Ռուբենը դեռ շատ եւ շատ է հաղթելու։ Դե ինչ։ Անթերիս ընկերության կողմի նվեր փաթեթները, այս նվեր քարտերը Գևորգ ջան եւ Սրբուկ ջան, նայեք ինչ լուրջ թվեր է ֆռում այս քարտերի վրա ձեզ։ Նվեր ձեզ իմ ընկերներ։ Հիմա այդ ցան հավաքի տուր ինձ։ Բայց կարող եք վերջում մենք կհասկանանք ում տանք։ Եթե Էրիկը հաղորդումից հետո մեզ մի քիչ ավել գումար տվեց, սա կարող է փոխան։ Լավ օր էր այսօր, մարտի 8 տոնական օր, ուրախ օր։ Եվս մեկ անգամ շնորհավոր բոլոր կանանց եւ մայրերի եւ քույրիկների միամսյակը, որտեղ մինչեւ ապրիլի 7-ը մենք չեք ծափարում։ Շնորհակալություն համեն Ռոբ։ Գևորգ ջան։ Ապրի Գևորգը, շնորհակալություն բոլորին կասկածելի երեկոների եթերում կհանդիպենք հաջորդ շաբաթ եւ այո, եւս մեկ անգամ սելի կանայք աղջիկներ, շնորհավոր ձեր միամսյակ։